Բարի օր ձեզ։ Ոնց հասկացա այս թեմային անդրադառնալը, կոչ խնդրանքով դիմելը մեր հոգևորականներին հենց այս պահին պարտադիր է։ Ու եթե նպատակահարմար կգտնեք, ձեր էջերով տարածեք այս տեսանյութը, որովհետև շատ կարևոր է։ Ինչքան շատ հոգևորականներ դիտեն այս տեսանյութը, այդքան ավելի լավ։ Ու իբրև նախաբան ես ընտրել եմ իմ կողմից 2022 թվականին հունվարի 5-ին Սուրբ Ծննդյան ճրագալույցի օրը Միքայել arczepiskopos Աչապահյանին իմ կողմից ուղարկված նամակով։ Ես իր էջին գրել եմ եւ նա էլ պատասխանել է։ Հիմա կկարդամ ձեզ այս նամակը ու այնուհետև կշարունակեմ խոսքս։ Սրբազան Հայր Աստված օգնական, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Սրբազան վաղուց հետևում եմ ձեր էջին, անկեղծ արդեն կասկածում եմ, որ ձեր էջը դուք եք օգտագործում։ Ձեզ ճանաչում եմ 1993 թվականից։ Չհաշված ճեմանանական տարիներս վերջին անգամ հանդիպել ենք Փասադենայում, Արմենստանը ու երկար զրուցել ենք։ Հոգևոր առումով չեմ վախենա ասել, որ դուք այսօր մեր եկեղեցու ամենաշատը իմացողներից եք, եթե ոչ ամենան։ Սրա մասին ձեզ ուղիղ եմ ասել։ Ավետիսյանների դեպքից հետո ողջ աշխարհի հայությունը ձեզ ճանաչեց եւ սկսեց հետևել ձեր падգամին։ Ինձ համար անհասկանալի է ձեր քաղաքական գրառումները եւ ընդհանրապես ձեր քաղաքականության մեջ սոցցանցերով այսքան ակտիվ լինելը, մինչդեռ նույն հարթակը կարելի է օգտագործել հոգևոր առումով։ Ու վստահ եմ, որ մեծ լսարան կունենաք։ Ես ինքս ժամանակին շատ եմ կիսվել ձեր հոգևոր մտքերով, այսօր ոչ։ Վաղուց էի մտածում ձեզ գրել սրա մասին, չէի գրի, եթե ծննդյան падգամի փոխարեն ինչ որ քաղաքական հարցազրույց կիսված չլինեիք ձեր էջով։ Մեկ օրվա մեջ 3 քաղաքական գրառումով է կիսվել։ Մի բան էլ ասեմ, որևէ քաղաքական ուժի չեմ սատարում, ես ինձ իմ Աստծուց ժառանգած առաքելությանն եմ հետևում, ինչով կարողանում եմ օգտակար եմ լինում հայրենիքին առանց որևէ քաղաքական ուժի սատարելով։ Աստված օգնական Սրբազան։ Սրբազանը ինձ պատասխանել է. Աստված պահապան, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, շնորհակալ եմ տեսակետի համար։ Հիմա անդրադառնամ բուն թեմային։ Իմ շատ սիրելի եւ հարգելի հոգեվորականներ, եթե ձեզանից ոչ բոլորին եմ հարգում, ապա մեծամասնությանը հարգում եմ ու այո, ես վստահ եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցում կան բազում պարկեշտ աստվածավախ հոգևորականներ, ովքեր որ հստակ իրենց առաքելության մեջ են։ Իմ շատ սիրելի եւ հարգելի հոգևորականներ, ես կոչ խնդրանքով դիմում եմ ձեզ, որպեսզի դուք բացառապես մնաք ձեր առաքելության մեջ։ Ձեր միակ եւ ամենաուժեղ զենքը դա Աստվածաշունչն է, դա Աստծո խոսքը քարոզելն է։ Ու եթե դուք որևէ ուրիշ զենք եք ընտրում պայքարելու համար, դուք բնականաբար պարտվում եք։ Ես ձեզ չեմ սպառնում, բայց որտեղ է Միքայել arczepiskopos Աչապահյանը հենց այս պահին։ Բանտում։ Իսկ մինչդեռ նա հոգևոր առումով նա կարող էր մեր ազգին, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալներին մեծ օգուտ բերել, բայց դժբախտաբար նա քաղաքական ինչ որ պատճառներով հենց այս պահին գտնվում է բանտում։ Սիրելի եւ հարգելի հոգևորականներ, մնացեք բացառապես ձեր առաքելության մեջ։ Ես հասկանում եմ, որ կան հոգևորականներ, ովքեր որ ինչ որ կեղտոտ խաղերի մեջ են եւ նրանք ստիպված են գնալու մինչեւ վերջ։ Իրանց լեզվով ասած, իրենք վաբանկ են գնում։ Բայց ես ձեզ կոչ եմ անում, ես հասկանում եմ, ձեզ պարտադրում են, ձեզ սպառնում են, չգիտեմ, էլ կոմպրոմատներով, էլ չգիտեմ ինչերով։ Լավագույն կոմպրոմատից ազատվելու ձևը զղջալն է եւ ապաշխարելն է եւ վերադառնալն է ձեր առաքելությանը։ Դա լավագույն կոմպրոմատներից ազատվելու ձևն է։ Դուք այլ ընտրանք չունեք։ Մի հատ հետևեք համացանցին, տեսեք ինչ է կատարվում։ Ամեն օր հոգևորական են փչացնում։ Ինչքան էլ որ ես այդ գրառումների գրեթե 95%-ի հետ ծանոթ եմ եւ համաձայն եմ, բայց ես համաձայն չեմ, որ համացանցով մեր հոգևորականներին փչացնեն, համաձայն չեմ։ Հենց իմ շահերից ելնելով իբրև հավատացյալ համաձայն չեմ։ Հետեւաբար ես կոչ խնդրանքով դիմում եմ ձեզ։ Մնացեք բացառապես ձեր առաքելության մեջ։ Մի տրվեք սադրանքների, հենց նույն ձեր վերադասերի կողմից։ Մի տրվեք, մի ենթարկվեք։ Եթե անգամ ձեզ սպառնում են, մնացեք ձեր առաքելության մեջ։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, փրկեք ձեզ, փրկեք մեզ։ Բարի օր ձեզ։